Մարտի 12-ին տեղի ունեցավ Սևան համայնքի հավաքանու հերթական նիստը։ Օրակարգի առաջին հարցով Սևան համայնքի հավաքանին հաստատեց Սևան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման 2026 թվականի ծրագիրը, այնուհետև փոփոխություն կատարեց Սևան համայնքի հավաքանու 2025 թվականի դեկտեմբերի 18-ի համար 148 Ն որոշման մեջ։ Բարձրացումից հետո համայնքի սեփական եկամուտները կկազմեն 598.4 միլիոն դրամ եւ մի ավելացում պետք է կատարենք պայմանավորված պետական բյուջեից մանկավարժների կամավոր ատեստավորման արդյունքում նրա վճարը տրամադրելուն այս տարի եւս 5.418 միլիոն դրամ պետությունը մեզ տրամադրել է այդ նպատակով։ Այս տարի Սևան համայնքում նախատեսված է իրականացնել 23 ծրագիր, որոնք համահունչ են 2022-2026 թվականների զարգացման պլանավորմանը։ Հավաքանին հաստատեց Սևան համայնքի 2026 թվականի տարեկան աշխատանքային պլանը։ Համայնքը շուրջ 10 միլիոն դրամ ձեր որոշմամբ ներդրել էր այդ ծրագրերի մեջ, մենք շահել ենք 2 ծրագիր՝ Դդմաշենում եւ Սևան քաղաքում։ Դդմաշենում արդեն աշխատանքները ավարտվել են, խաղարապարակ է կառուցվել եւ կահավորվել, Սևանում հիմա եղանակները մի քիչ բարենպաստ կլինեն, ու ծրագիրը կավարտվի։ Պայմանավորված այս հանգամանքով, որ Սևանը կամավոր միացել է, հաջորդը արդեն Սևանը ոչ թե կամավոր, այլ պարտադիր սկզբունքով ներգրավել է մասնակցային բյուջետավորման ծրագրում, այսինքն կառավարությունը եւս այս ծրագրի համար հաստատել է գումար։ Կառավարությունը ծրագրի իրականացման համար տրվել է 39 միլիոն դրամ նախնական։ 2025 թվականին Սևանը կամավոր միացավ մասնակցային բյուջետավորմանը, ինչի արդյունքում Դդմաշենում եւ Սևանում կառուցվեցին խաղահրապարակներ հագեցած գույքով, իսկ 2026 թվականի Սևանի մասնակցային բյուջետավորման 4 հաղթած ծրագրերի իրականացմանը բացի համայնքից կմասնակցի նաեւ կառավարությունը։ Հավաքանուն ներկայացվեց նաեւ Սևան համայնքում 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի արդյունքում ընտրված առաջարկները։ Նախապես 5 ծրագիր էր ներառված քվեարկության արդյունքներով, որպես ամենաշատը ձայներ հավաքած։ Հետագայում արդեն քանի որ Զովաբեր բնակավայրում մանկապարտեզի հիմնանորոգման ծրագիրը լինելու է մի այլ ծրագրի շրջանակներում, ուստի ներկայացվել է 4 ծրագիր։ Հարմարեցված տրանսպորտային կանգառներ եւ նստարաններ Դդմաշեն բնակավայրում, առողջ եւ ակտիվ երիտասարդություն Գեղամավան բնակավայրում, երիտասարդության զբաղվածության կենտրոնի հիմնում Ծախում բնակավայրում եւ առողջ միջավայր բազմաֆունկցիոնալ խաղարապարակի կառուցում Վարսեր բնակավայրում։ Բոլոր ծրագրերի հայտերը պատրաստ են, հայտերը 3 արդեն ուղարկվել է հաստատման։ Սևան համայնքի հավաքանին սահմանեց նաև Սևան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային կարգով վաճառքի մեկնարկային գները։ Վաճառքի ենթակա հողերն այսուհետ կգնահատվի լիցենզավորված ընկերության կողմից, նոր կսահմանվի աճուրդի մեկնարկային գինը։ Տվյալ կազմակերպությունը, որը շահել է արդեն շահավորման եւ գնահատման մրցույթը, այսինքն հողերը կարգով գնահատվում է, ներկայացվում է համայնքին, համայնքը ըստ սահմանված կարգի տված իրաց գներով մեկնարկային գինը սահմանվում է, հողերը աճում։ Տոտիավորումը բոլոր հողատարածքները ինչ աճուրդային գներ եկան մեկնարկվեց տեղից, նոր գներով համայնքը արդեն նոր աճուրդները հայտարարել, որպեսզի բնականաբար հասնող կլինեն, դիմողներ կլինեն, նոր ճիշտ մատուցենք մեր արգելանքությունը։ Սևան համայնքի հավաքանին հաստատեց նաև Սևան համայնքի կողմից 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին համայնքային սեփականություն հանդիսացող օտարված գույքի գույքագրման փաստաթղթերը։ Հավաքանու նիստի ընթացքում քննարկվեցին համայնքի հավաքանուն հասցեագրված այլ դիմումներ եւս, որոնք ստացան սպառիչ պատասխաններ համապատասխան որոշումների ընդունմամբ։ Համայնքի հավաքանու 9-րդ նստաշրջանի 3-րդ նիստը տեղի կունենա ապրիլին։ Սուրեն Բարսեղյան, Գնելովանեսյան, Սևանի STV 1 հեռուստաընկերություն, Գեղամաուր։